Միքայել եւ Բագրատ Սրբազանները ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում նույն խցում են նստած։ Այս մասին տարածվող տեղեկությունները Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում հաստատեց Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Մինչ սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանում, դրսում ԿՊԱ-ականները նրանց վերաբերյալ նոր լեգենդներ ու միֆեր են հորինում, տեղ-տեղ էլ ծաղրում, օրինակ դերասան Հովհաննես Ազոյանը ցինիկաբար առաջարկել էր սրբազան հայրերին նարդի տալ։ Մասնավորապես Բագրատ Սրբազանի մասին հորինել են, թե իբր նա ավտոբուսներ վառելու կոչ է արել։ Հովհաննես Խուդոյանին հարցրինք. նման արարք պաշտոնական մեղադրանքում մեղսագրվում է Միքայել Սրբազանին, ասաց, որ հորինված է։ Իսկ մեղադրանքում կոնկրետ ինչ են մեղսագրում Բագրատ Սրբազանին, ինչ արարք։ Բովանդակությունը կորինդյան չեմ կարող բացահայտել նախաքննական գաղտնիքով պայմանավորված, իսկ բուլում իպված եմ սահմանափակվել միայն ասելը, որ այսինչ բանը չկա, քանթեն ինչ-որ բան կա։ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել Բագրատ Սրբազանի կալանավորման որոշումը, ըստ ամենայնի այն կքննարկվի գրավոր ընթացակարգով։